Ամենավատը կսկսվի ապրիլին, վանականի անսովոր կանխատեսումը Հայաստանի և աշխարհի մասին։ Ապրիլին, երբ նրան հանեն դամբարանից, ամբողջ աշխարհը կխորտակվի աղի ջրերի մեջ և քիչ բան կմնա։ Պատմության ընթացքում եղել են և կան բազմաթիվ տարբեր տեսակի աստղաբաններ, մարգարեներ, բայց հատուկ տեղ են զբաղեցնում այս շարքում Աստծո մարդիկ՝ վանականները։ Նրանք իբրև հայտնություններ ստանում են Տիրոջ շուրթերից և հայտնում մարդկանց։ Վերջին շրջանում համացանցում ակտիվորեն տարածվում է մի վանականի կանխատեսում։ Նա հայտնի է Հովհաննես անունով։ Ինչ է նա կանխատեսել աշխարհի և մեր երկրի համար, եկեք պարզենք միասին։ Կան բազմաթիվ աղբյուրներ այս կանխատեսողի մասին, բայց ուշագրավ է, որ այս բոլոր աղբյուրները միաբերան նույն կերպ են նկարագրում նրա կանխատեսումը։ Ապրիլին, երբ նրան դուրս բերեն, ամբողջ աշխարհը կխորտակվի աղի ջրերի մեջ և շատ քիչ բան կմնա։ Մեղավորները երկար ժամանակ կլողան աղի ջրերի մեջ, բայց ոչ ոք չի լինի, որ փրկի նրանց։ Նրանք կկործանվեն։ Բոլորը համաձայն են, որ ամենավատը կսկսվի ապրիլին և կապված կլինի ինչ-որ երկրի ղեկավարի հետ։ Այնուհետև ընդհանուր առմամբ տրվում է Հայաստանում տեղի ունեցող մի շատ կարևոր իրադարձության մասին պատկեր։ Ըստ նրա, մեռյալները կգերազանցեն կենդանի մարդկանց թվին, բայց ոչ ոք չի լինի, որ թաղի նրանց։ Եվ այս սարսափելի իրադարձություններից հետո կհայտնվի մեկը, ով կփրկի երկրին և ժողովրդին, ով կդառնա աշխարհի միապետը և ժողովուրդը կհետևի նրան։ Նա կանխատեսում է, որ Հայաստանը կկարողանա կրկին վերականգնել իր նախկին տարածքները, բայց տեղի կունենա մի աղետ, որը պետք է դեռ տեղի ունենար 1999 թվականին, բայց Աստված աղոթեց ձեզ համար և Տերը խնայեց ձեզ, բայց որոշ ժամանակով։ Եվ եթե դուք վերադառնաք ձեր հոգևոր բարոյականության արմատներին և դադարեք երկրպագել ստոր զգացմունքներին ու կրքերին, ապա թող փրկությունը ձերը լինի։ Եվ ամենակարևորը, ոչ մի դեպքում չդիպչեք ձեր անցյալին։ Այսպիսով ես ինքս շատ հետաքրքրվեցի, թե ով է այս տարօրինակ ծերունին, երբ և որտեղ է ապրել, և սկսեցի ուսումնասիրել նրա մասին առկա բոլոր տեղեկությունները։ Նա ապրել է Սուրբ Նիկողայոս հրաշագործի եկեղեցում, շատ էր պահք պահում և աղոթում, շատ մարդիկ անընդհատ գալիս էին նրա մոտ։ Նա խոսում էր բոլորի հետ, բոլորին խորհուրդներ էր տալիս, թե ինչպես ապրել։ Նա այնքան իմաստուն ու խելացի է եղել, որ մարդիկ լուսավորված էին թողնում նրան և բառացիորեն սկսում էին այլ կյանք վարել։ Նա նաև կարողանում էր տեսնել անցյալը և կանխատեսել ապագան։ Վանականները հրաժարվում են երկրային ամեն ինչից, նրանք ամբողջությամբ նվիրվում են Տիրոջը ծառայելուն։ Նրանք նույնիսկ սև հագուստ են կրում սպիտակ խաչով՝ Հիսուս Քրիստոսի նահատակության խորհրդանշով։ Մենք նաև չկարողացանք գտնել այս ավագի որևէ լուսանկար ոչ առցանց, ոչ էլ այդ ժամանակվա թերթերում։ Ականատեսների վկայություններն, ովքեր ենթադրաբար տեսել և շփվել են նրա հետ, շատ ընդհանուր են, երբեմն կրկնում են միմյանց և անկեղծ ասած մեծ վստահություն չեն ներշնչում։ Դեռ շատ վաղուց հայր Հովհաննեսը շատ հզոր քարոզ է կարդացել ամբողջ աշխարհի և Հայաստանի համար։ Նրա խոսքից երևում էր, որ Հայաստանի պատմությունը պարզ է, որ կա համապատասխանություն ձեր հայրենիքի արտաքին ճակատագրի և ազգային ոգու ներքին վիճակի միջև։ Հետևաբար անհրաժեշտ է հասկանալ, որ ինչպես մեղքը հանգեցրեց աղետի, այնպես էլ զղջումը կարող է հանգեցնել Հայաստանի վերականգնմանը։ 20-րդ դարի իրադարձությունները ցույց տվեցին, որ աշխարհը կանգնած է կործանման եզրին մինչև այսօր։ Թող Տերը ձեր բոլորիդ քաջություն տա արթնանալու այն գիտակցության մեջ, որ մարդիկ կորել են խաբեության խավարում։ Այդ ժամանակ է, որ աշխարհը կարիք կունենա հավիտենական լամպի, քանի որ առանց դրա այն չի կարող դուրս գալ ճահճից։ Գոյություն ունեն բազմաթիվ փաստաթղթեր և ապացույցներ, որ բազմաթիվ երկրների նախագահներ իրենք անձամբ են մոտեցել վարդապետին։ Մտնելով նրա մոտ, նրանք դուրս են եկել ավելի ոգեշնչված և լի էներգիայով։ Ինչ են նրանք քննարկել, անհայտ է։ Հնարավոր է ավագը օգնել է նրանց գտնել երկրների խնդիրների լուծումների էությունը կամ գուցե մարդկային աջակցություն է ցուցաբերել դժվարին ժամանակներում։ Դե ինչ այսքանն էր հայտնի Հովհաննեսի կանխատեսումների մասին։ Կարող եք ձեր կարծիքը գրել մեկնաբանություններ բաժնում, չմոռանալով բաժանորդագրվել ալիքին։